Երբ լսում ես եկեղեցի, ինչ ես առաջինը պատկերացնում։ Շինություն, կառույց, կիրակի օրը մարդկանց հավաքույթ, թե պարզապես հոգևոր քարոզների, ծեսերի եւ արարողությունների վայր։ Եկեղեցին շատ ավելին է։ Այն Աստծո փառքի համար ապրող հավատացյալներն են, ովքեր փրկագնված են Քրիստոսով եւ առաջնորդվում են Սուրբ Հոգու զորությամբ։ Նիկեական հանգանակն ասում է. հավատում ենք նաեւ միակ, ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այստեղ եկեղեցին նկարագրվում է 4 հատկանիշով. 1. Սուրբ, ընդհանրական եւ առաքելական։ Եկեղեցին մեկ է, որովհետեւ այն Քրիստոսի միասնական մարմինն է եւ ունի մեկ Տեր։ Եկեղեցու միասնությունը նաեւ Հիսուսի աղոթքների առանցքում էր։ Եկեղեցին սուրբ է, որովհետև կանչված է ապրելու Աստծուն նվիրաբերված կյանքով։ Սա չի նշանակում անսխալականություն կամ կատարելություն, այլ առանձնացում Աստվածային առաքելության համար որպես աղ եւ լույս աշխարհում։ Եկեղեցին ընդհանրական է, քանի որ այն չի պատկանում միայն մեկ ժողովրդի կամ դարաշրջանի, այլ ներառում է բոլոր ազգերին ու սերունդներին, ողջ մարդկությանը պատմության ամբողջ ընթացքում։ Եկեղեցին առաքելական է, որովհետև հիմնված է Հիսուսի առաքյալների ուսուցումների վրա եւ կոչված է շարունակելու նրանց գործն ու ծառայությունը։ Այսպիսով, եկեղեցին պարզապես վայր չէ, ուր կարելի է այցելել։ Այն Քրիստոսի միասնական, սուրբ եւ ընդհանրական մարմինն է, որին կարելի է անդամակցել։ Հավատում ես, որ եկեղեցին Աստծո կենդանի գործն է աշխարհում, եւ դու դրա մասնիկն ես։